Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Կարիբյանն եմ, եւս մեկ անգամ այսօր իմ հաղորդումն է։ Շնորհակալություն բոլորիդ, որ հետևում եք ինձ, եւ առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել US Armenia-ին ինձ այս հնարավորությունը տալու համար։ Դուք գիտեք, որ իմ հաղորդումները ֆինանսական ինդուստրիայի մասին է, հիմնականում ինշուրանս եւ real estate-ի մասին, եւ ժամանակ առ ժամանակ ես ունենում եմ հիանալի հյուրեր իմ շոուի մեջ։ Այսօր այդ օրերից մեկն է, որ շուտով կներկայացնեմ իմ հյուրին։ Եթե գնանք էկրանների վրա, դուք կարող եք տեսնել եւ հետեւել բոլոր իմ շոուերին եւ եթե որոշ վիդեոներ բաց եք թողել, ես անպայման տեղադրում եմ դրանք YouTube-ի մեջ եւ բոլոր կոնսուլտացիաները իմ սերվիսների հետ անվճար են, այնպես որ կարող եք զանգահարել, գաք օֆիս եւ կամ ես այցելեմ ձեզ եւ զրուցենք ձեր ֆինանսների մասին։ Այսօր ուզում եմ հետ գանք ստուդիա, ուզում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին, որին վերջերս եմ ծանոթացել, շատ ուրախ եմ իր նման անձնավորությանը ճանաչելու համար եւ ինքը մեծ գործ է անում այստեղ Ամերիկայում։ Ուզում եմ ներկայացնել ձեզ Կարեն Դուրգարյանին։ Կարեն, ողջույն, ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել ես, չես մերժել եւ այսօր իմ ծրագրի հյուրն ես։ Ում Կարենը ներկայացնում է Red Invest Group ճյուղը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այստեղ օֆիս ունեն իրանք։ Մի փոքր Կարեն քո մասին ասա եւ մի փոքր սկսիր ներկայացնել ձեր կամպանիայի մասին։ Այո, Մայժան, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ ուրախ եմ ծանոթության համար։ Red Invest Group ընկերությունը հայկական ընկերություն է, որը ԱՄՆ-ում հիմնել է մասնաճյուղ անցած տարի, արդեն 1 տարուց ավել է, որ մասնաճյուղը գործում է։ Բավականին ակտիվ է, մեր հիմնականում մեր նպատակը նա է, որպեսզի մեր հայ հասարակությանը, հայերին, Ամերիկայի հայերին օգնենք Հայաստանում անշրջգույք ձեռք բերեն։ Մեր ընկերությունը անշրջգույքի մասնագիտացված ընկերություն է, զբաղվում է հիմնականում ներդրումային պրոյեկտների իրականացմամբ, բավականին մեծ փորձ ունենք մենք տվյալ ոլորտում, տարբեր ճյուղերում ունենք ահագին մասնագիտություն, մասնագիտացված լուրջ պրոֆեսիոնալներ, այո։ Շատ բարի։ Ես կուզեմ Կարեն, եթե գնանք էկրանների վրա, կուզեմ, ինչպես նշեցի, Կարենի տվյալները դուք տեսնում եք, անպայման կարող եք իր հետ կապնվել, social media-ում ինքը նույնպես ակտիվ է, Կարեն Դուրգարյան, եթե search անեք, կամ Red Invest Group Ամերիկայի ճյուղը։ Կարեն, մի փոքր ումը այս նկարը ինչի դրեցի Real Estate in Armenia, եթե հետ գանք ստուդիա, ես արդեն Ամերիկայում եմ բնակվում 24 տարիից ավել, շուտով կլինի 25 տարի, եւ վերջի մոտ 9 տարին շատ եմ այցելում Հայաստան եւ կարծում եմ յուրաքանչյուր հայի մեջ որոշների մեջ մեծ չափով, որոշների մեջ փոքր ցանկություն կա, որ իրոք մի բան ունենան Հայաստանում եւ գնահատում եմ ձեր գործը եւ գիտեմ, որ շատերը արդեն ձեր հետ աշխատում են։ Պատճառներով չեն կարողանում ունենալ։ Օրինակ չեն կարողանում գնալ ֆիզիկապես ներկա գտնվել։ Այո։ Դա մեծ խնդրեմ է ու այդ ցանկությունը արդեն կոտրվում է դրանով։ Բայց մենք տալիս ենք այդ հնարավորությունը առանց Հայաստան այցելելու, դու կարող ես անշրջգույք ձեռք բերել։ Եվ շատերը չգիտեն այդպիսի բան կա։ Այո, շատերը չգիտեն, բավականին ակտիվ է գործում մասնաճյուղը, բավականին շատ մեծ արձագանք է ստացել։ Այո։ Մենք էլ շատ շնորհակալ ենք ու մաքսիմալ բարձր ծառայություններ են կարողանում մատուցել։ Գիտեմ, բավականին կառույցներ եք արդեն այնտեղ Հայաստանում կառուցել, մոտավորապես ինչ թվերի մասին է խոսքը։ Red Invest Group-ը կառուցապատող չի հանդիսանում, մենք էքսկլյուզիվ վաճառող ենք հանդիսանում, իրականացնում ենք նաև կոնկրետ պրոյեկտի մարքեթինգը, օգնում ենք ներդրողներին այդ թվում ինչև իրենց cash flow-ն գծելը։ Այո։ Մենք մոտ այս պահին ունենք 45 գործող նորակառույց նախագծեր։ Այո։ Մոտավորապես 15-20 նախագիծել արդեն շահագործման հանձնված, որտեղ մարդիկ ապրում են, երջանիկ են իրենց նոր բնակարաններում։ Ես կուզեմ էկրանների վրա, այս եթե հետ գնանք PowerPoint-ը, մի փոքր արդեն US branch-ի մասին է, որը գտնվում է Glendale քաղաքում, Central փողոց, հասցեն 655 North Central, այո։ Այնպես որ ուզում եմ մի քանի հատ ձեր շենքերից եւ ձեր project-ներից
մի քանի հատը ներկայացնել մեր հետևողներին, բայց միջև այդ մի հատ ուղղությունը ուզում եմ փոխել, սիրելի ընկերներ, եթե գանք էկրանների վրա, արագ ուզում եմ երկու հատ իմ լիստինգներից այսօր արագ ներկայացնել եւ հետ գնանք Red Invest Group-ի Հայաստանի project-ները, որ նույնպես նկարներով ուզում եմ ձեզ ցույց տալ։ Հետ գնանք PowerPoint-ի վրա, այս շաբաթ երկու հատ լիստինգ, որ արագ ուզում եմ ձեզ ներկայացնել, մեկը Calabasas-ում է, բավականին մեծ property է, մոտ համարյա 10,000 square feet։ Էկրաններին դուք տենում եք հասցեն, ստե մի քանի հատ նկարներ կա, որ հասցնել գնեք տարբեր ապերի մեջ, կարող եք ավելի դիթեյլները նայեք։ Եթե հարցեր ունեք, անպայման զանգահարեք։ Մյուս լիստինգը արագ ասեմ, էս է արդեն Studio City-ում է, նորից մոտ 3000 square feet-ի շուրջ property է։ Եթե հարցեր ունեք ավելի դիթեյլների համար, կարող եք զանգահարել ինձ եւ ես ձեզ կբացատրեմ։ Հիմա հետ գանք ստուդիա նորից, Կարեն, ես ուզում եմ այստեղ մենք բավականին իրար հետ աշխատանք ենք արել եւ կուզեմ նկարներով էլ ցույց տամ եւ դու մի փոքր մեկնաբանիր նկարները թե ինչ են սրանք։ Ում է Red Invest Group, հետ գնանք PowerPoint, project-ները այս պահին, որոնք վերջացրած են որպես օրինակ։ Խնդրում եմ բացատրիր, հաճախորդները նայում են նկարները։ Ուրեմն հիմա մենք մեր էկրաններին տեսնում ենք երկու շատ պահանջված թաղամասեր, Գարունավան երկու թաղամասն ու Smart City-ն աճից։ Այս երկու թաղամասերը արդեն բնակեցված են, ինչպես նշեցի, մարդիկ այստեղ երջանիկ են, բայց կարևոր մի հատ ֆակտոր եմ ուզում շեշտել, որ եթե այս նախագծերում ինչ որ մեկը որոշի, որ անշարժ գույքը իր վերավաճառելու է, այսինքն առել ուզում է վաճառի, Red Invest-ը առանց չափազանցնելու Red Invest Group-ը առանց չափազանցնելու 1-ից 5 րոպեում այդ անշարժ գույքերը վաճառում է, որովհետև դրանք այդքան պահանջարկ ունեն։ Այսինքն մեկը project-ի սկզբից մինչև կառուցվել է, եթե գնել է, մինչև վերջացնել է կարա նաև վաճառի այդպիսի հանրություն։ Դա միանշանակ, ստեղ դե հիմա բնակվում են արդեն մարդիկ։ Այո, այո։ Սրանք արդեն ավարտված project-ներ են։ Ավարտված են, ինչպես տեսնում եք, կանաչապատ, սիրուն, հրաշալի նախագծեր են։ Հետ գնանք PowerPoint-ի վրա, ներկայացնեմ մյուս այս project-ի մասին Կարեն խնդրում եմ ներկայացրու։ Սա Sunland թաղամասն է, ներքևից երկու նկարը։ Այո։ Sunland-ը նույնպես Ավանում է գտնվում, Ավան առինջ թաղամասում է գտնվում, շահագործման հանձնված նախագիծ է ու էլի բավականին բարձր պահանջարկ ունեցող է։ Smart City-ն վերևից էլ էլի։ Okay, այս վերևին, շատ բարի։ Հետաքրքիր է անունները ստեյու քաղաքների անունների հետ, հա։ Այո, շատ նման է, այո։ Շատ լավ։ Գնանք մյուս բանը, որ ուզում եմ Կարենը բացատրի եւ ներկայացնի, սրանք project-ներ են, թե client-ների եւ թե investor-ների համար։ Խնդրում եմ Կարեն սրանք բացատրի, սրանք ինչեր են, ավելի բարձրանալու համար։ Սրանք բարձրահարկ շենքեր են Երևան քաղաքում գտնվող, ուրեմն սլավոնական ռեզիդենսն է, բավականին լավ լոկացիա ունեցող։ Ձախ կողմի վրան է։ Այո, ձախ կողմի վրային է, Արաբկիր համայնքում է գտնվում, սլավոնական համալսարանի հարևանությամբ է։ Շուկա է մտել բավականին բարձր պահանջարկով ու վաճառքները շատ լավ իրականում են։ Շինարարությունը սկսված է, շահագործումը 2 տարուց է լինելու։ Շատ բարի, իսկ աջ կողմի վերևինը դա Դուրյան House-ն է։ Այս կառուցապատողի հետ մենք ունենք բազմաթիվ նախագծերի շատ լավ իրականացրած պատմություն։ Այո։ Ու տվյալ նախագիծն էլ Ավան համայնքում է գտնվում, էլի ինչով է յուրահատուկ էս նախագիծը 18 հարկա, ինչով է յուրահատուկ էս նախագիծը, որ շատ էժան մատչելի բնակարաններ կան ստեղ կախված իրանց փոքրությունից։
Այսինքն շուկան դա էլ առաջարկում։ Իսկ ներքևի ձախից աչից ներքևի նախագիծը Արշակունյաց պողոտայի վրա է գտնվում, շատ լավ լոկացիա ունի, շատ լավ, գտնվում է Երևան մոլի դիմաց, Կոմիտասի այգու դիմաց, նախագծերը շատ լավն են, շինարարությունը նոր է սկսվել 26 թվականի կեսերին հանձնվելու է շահագործման։ Շատ լավ, հետ գանք ստուդիա, դուք տեսաք սիրելի բարեկամներ նկարներով Red Invest Group-ի որոշ պրոջեկտների մասին, ավելի մանրամասը կարող եք իրոք կապնվել, զանգահարել, Կարենը ավելի դիթեյլներ կբացատրի, ձեր հարցերին կպատասխանի։ Այստեղ մի քանի հարցեր կա, որ պատրաստել եմ, կուզեմ քեզ հարցնել։ Ինչ գործարարներ կան, որ կարող են նպաստել, որպեսզի շուկան Հայաստանում զարգանա։ Մի փոքր դրա մասին խնդրում եմ բացատրի։ Ուրեմն գործոնները հետևյալն են, վերջի մի քանի տարիների ընթացքում Հայաստանի շուկան շատ ակտիվացել անշրջույքի։ Սա դրա մասին է խոսում։ Այո, գործոնները մի քանի կարևոր գործոններ կան, հիմնականում օրենսդրական փոփոխություններն են նպաստել։ Ես հիմա շատ արագ թվարկեմ, հա, մի քանի։ Առաջին հերթին մեծ ակտիվություն է ստեղծել կառուցվող շենքից անշրջգույք գնելու իրավունք հասկացողությունը, այսինքն դա ինչ է նշանակում, երբ որ ես կառուցվող շենքից անշրջգույք եմ գնում, այդ շենքը իմ բնական դեռ պատրաստ չի, բայց ես դրա համար ստանում եմ պետության կողմից վկայական, որ դա իմ անշրջգույքն է, այսինքն իմ տան անձնագիրը ես ստանում եմ այդ պահին, դա շատ վստահություն է ներշնչում այո մարդկանց մոտ, այդ կարևորագույն պահերից մեկը։ Երկրորդը, երբ որ ես կառուցվող շենքից անշրջգույք եմ ձեռք բերում ու վճարումներ եմ կատարում, կապ չունի կանխավճարը թե ամսական ընթացիկ վճարումները, այդ իմ վճարած գումարները գնում են նստում է կառուցապատողի հատուկ հաշվին, այն բանկում, որ բանկը ֆինանսավորել է պրոյեկտը, ու կառուցապատողը այդ գումարը ամբողջությամբ օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Բանկը աստիճանաբար ըստ կառուցապատողի ու բանկի միջև եղած պայմանագրի աստիճանաբար այդ գումարը ապասառեցնում է։ Դա նպաստում է, որպեսզի ընդհանուր պրոյեկտը ցանկացած պահի լինի շատ լիկվիդային։ Ես էլ եմ վստահ լինում, որ փողը տվել եմ, այդ գումարը ամբողջությամբ չի կարողանում։ Եվ իրանք ամբողջ այդ process-ը թե online account-ը են տալի իրան, որ տենում են փողը որտեղ է, ինչպես է գումարը սառում է ու աստիճանաբար է ապասառեցվում, վերահսկողությունը կատարում է կենտրոնական բանկը ու շատ խիստ է։ Այդ ամբողջը ոնց որ նշեցիր, պետք չի գնաս Հայաստան, ամբողջը կարաս։ Իհարկե, բացարձակ։ Նոտարիով ամեն ինչով process-ը կատարվում։ Շատ լավ։ Մի քանի կարևոր բան էլ ասեմ, ուրեմն եկամտահարկի մասին օրենքն է, բոլորը երևի գիտեն, եթե աշխատում ես Հայաստանում եկամուտ ես վճարում, եթե հիպոթեկային վարկ ես վերցնում, այդ եկամուտը վճարած կարաս հաշվանցես։ Դրանից կառավարության ծրագիրն է, որը Երևան քաղաքից շուտով դուրս է գալու տարածվելու մարզեր ու շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշեմ նաև այսօրվա քաղաքաշինական նորմերը շատ ավելի լարվն են, քան եղել է խորհրդային տարիներում, այսինքն այսօր առաջարկում են որակյալ սեյսմակայուն շենքեր։ Երևան քաղաքի բնակելի ֆոնդի մեծ մասը, օրինակ նոր համայնքում, չգիտեմ, երրորդ մասում կամ Քանաքերզեյթունում լսած կլինեք կասետային խրուշով կա բան։ Այդ շենքերը իրենց կյանքը ապրել են, իրենք սեյսմակայունություն չունեն։ Մարդիկ դրա համար ձգտում են այսօր նորակառույց, որակյալ, լավ, որի process-ը պետության կողմից շատ խիստ վերահսկվում է։ Շատ բարի Կարեն, հետ գնանք PowerPoint-ին։ Ես գիտեմ այստեղ մենք նշել ենք նաև ավելի փոքր ցածրահարկ տներ, մի փոքր սրանք ներկայացրի, եթե PowerPoint-ը գանք, ներկայացրու ձախ կողմը եւ աջ կողմի պրոջեկտները։ Ուրեմն աջ կողմի պրոյեկտի նման մենք բազմաթիվ պրոյեկտներ ունենք։ Այո։ Երևան քաղաքի տարբեր townhouse-ներ են։ Կոնկրետ սա գտնվում է Վագնի թաղամասում, Սիլիկյան թաղամաս։ Այո։ Վագնի թաղամասի հարևանությամբ Սիլիկյան թաղամասում շատ փոքրիկ հարմար ընտանեկան բնակելի թաղամաս է։ Երկու հարկանի townhouse-ներ են հրաշալի ու շատ գրագետ լուծումներով նախագծային։ Եվ շատ նման է Ամերիկայի պրոջեկտներին, որոշ չափի։ Արտաքինից շատ նման է, բայց Հայաստանի կոնստրուկցիան ուրիշ ձև է, երկաթբետոնով է կառուցվում։
Ամերիկայում փայտու Այո, երկաթբետոն։ ուղղակի դիզայնը բավականին մոդեռն է եւ շատ, ասենք թե հաճելի է դրսից երևում։ Շատ բարի, իսկ մյուս նախագիծը Գարունավան 4-ն է, աջ կողմինը, ներքևի հատվածում։ Այս կառուցապատողի հետ էլ էլի ուզում շեշտեմ, որ ունենք բավականին շատ պրոյեկտներ իրականացրած։ Սա երկու բնակելի տնից բաղկացած պրոյեկտ է։ Մեջքի երկու բնակելի տուն են, թաղամասում բազմաթիվ sense բնակելի տներ կան, լոկացիան էլի շատ լավն է, մասիվում է գտնվում նոր համայնքում։ Այս չափի նախագծեր էլի մեր պորտֆոլիոյում շատ ունենք։ Շատ բարի, հետ գանք ստուդիա, Կարեն, ժամանակը արագ է անցնում, մի քանի հատ պրոջեկտներ էլ կա, որ մենք զրուցեցինք եւ եւս կուզեմ ներկայացնել մեր բոլոր դիտողներին, դիսկաունտներ կա, որ այս պահին Red Invest Group-ը առաջարկում է եւ ես կուզեմ հետ գնանք PowerPoint, խնդրում եմ դրանք էլ բացատրի, ինչ է սա նշանակում։ Սրանք թե client-ներ, թե investor-ների մասին, օրինակ այս project-ը ինչ է իրանից ներկայացնում, ինչ discount-ը, ինչպես կարող են դրանից օգտվել։ Այո, այս տարի հունվարի 10-ին Red Invest Group-ը նշեց իր 10-ամյակը։ Այո։ Ու 10-ամյակի հետ կապված մեր ընկերությունը հայտարարել է մի քանի տեսակի զեղչեր։ Ուրեմն API-ը հիմա էկրաններին, որ մենք տեսնում ենք, դա գտնվում է Ծաղկաձորում, լրիվ ինվեստիցիոն պրոյեկտ է, ապարտ հոթել է ինքը։ Մեջը տարբեր չափի բնակարաններ կան ու սրա եկամտաբերությունը գնահատվում է մոտավորապես 8-ից 9%։ Դա բավականին բարձր տոկոսադրույք է եկամտի տեսանկյունից ամբողջ աշխարհի մակարդակով։ Այստեղ բնակարանները հանձնում են ամբողջությամբ կահավորված, վերանորոգված ու գործելու է հետագայում հյուրանոցային մեխանիզմ։ Շենքում լինելու են ռեստորան եւ այլ։ Հաջորդը The View-ն է, այո, The View իր անվանը համահունչ շատ հզոր տեսարան ունի։ Այդ ապակիների հատվածը, որ տեսնում եք, նայում է Երևանի կենտրոն համայնք, մի մասը նայում է Քանաքեռ-Զեյթուն համայնք, մի մասը Նորք Մարաշ համայնք։ Ու շատ բարձր դիրք ունի, ստեղ էլ մենք ահագին լավ զեղչեր ունենք այս պահի դրությամբ։ Եվ վերջինը նայենք։ Մյուսը Bridgeview համալիրը գտնվում է Դավթաշենում։ Այո։ Էլի Bridgeview անունը հենց Դավթաշենի կամրջին է նայում այդ իր ֆասադային մասը, շատ հայտնի ճարտարապետ է նախագծողը, կառուցապատողը էլի փորձառու լավ ներդրող է, շինարարը լավ ներդրող է, ինչ ասեմ, բոլոր շենքերը, այդ թվում նաև The View-ն ունեն 9 բալանոց սեյսմակայունություն։ Հետ գանք ստուդիա, շնորհակալություն Կարեն դիթեյլների համար։ Ինչպես կապնվենք քո հետ, արդեն նշեցի, գիտեմ social media-ում ակտիվ ես, քո համարն էլ ասա եւ ինչպես appointment քո հետ անեն։ Նախ կուզենամ նշեմ, որ ցանկալի է զանգահարեն նոր գան, հեռախոսահամարը կարող եք գնացել ձեր մոտ 747 238 3050։ Այո։ Միշտ հասանելի է, գրասենյակը գտնվում է Գլենդելում, 655 North Central Avenue-ում, գալուց առաջ ժամադրություն, ընդհանրեն այդքան բան, հեռախոսով ես բավականաչափ ինֆորմացիա կտրամադրեմ, բայց լավ կլինի զանգահարեն appointment անեն։ Նաև նախագծերին կարող են ծանոթանալ redinvest.am մեր web կայքից։ Եվ վերջում, մինչև ավարտենք հաղորդումը, Կարեն, սիրելի բարեկամներ, եթե նկատում եք այսօրվա background-ը, որ հետևում դուք տեսնում եք, այս վիդեոն, որ play է անում, սա նորից մեծ project է եւ փոքր էլ դրա մասին ասա, Կարեն։ Ինչ project է հետևում։ Դալան Տեխնոպարկը, դա Երևան քաղաքի ամենամեծ բիզնես կենտրոններից մեկն է, ու այս պայդրությամբ չկա դեռ կառուցված սրա չափ, սա կառուցման ընթացքում է, շահագործմանը հանձնվելու 26 թվականին, պարունակում է ամեն ինչ, մոլ, ամեն հյուրանոց, գրասենյակային տարածքներ, նույնիսկ հյուրանոցային հարկ ունի, վերևը ամբողջությամբ ռեստորան է, բուտիկներ, ժամանցի տարբեր տեսակներ ու երրորդից մինչև նախավերջին հարկ ամբողջությամբ գրասենյակային տարածքներ են, տարբեր չափերի կա։
lead բոմա ստանդարտներով է կառուցվում ամերիկյան ու կարևոր մի հանգամանք էլ ուզում եմ շեշտեմ, օրինակ, եթե արտասահմանյան ամերիկյան, ասենք, չգիտեմ, եվրոպական ինչ-որ ընկերություն գա Հայաստանում, ուզենա տարածք վարձակալի, Երևանում շատ դժվար է գտնել ամերիկյան կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանող շինություն։ Սա հենց այն շինությունն է, որտեղ օրինակ ենթադրենք Google-ը որոշի գա Հայաստան, ինքը պետք է գա Դալան։ Բարձր։ Դրա համար շատ ներդրումային տեսանկյունից շատ գրավիչ է, այսինքն ինչ է նշանակում, մարդ կարա այս անշարժ գույքը առնի, հետագայում վարձակալության տա։ Շատ բան։ Հուսամ մի օր երբ որ այդ project-ը պատրաստ լինի եւ իրար հետ Հայաստան լինենք, ընդդեից մի հատ շոկ անենք իրար հետ։ Անպայման մեծ։ Կարեն, մեր ժամանակը ավարտվեց, շնորհակալ եմ քո ժամից, որ եկար, բացատրեցիր։ Ես համոզված եմ, ովքեր որ հարցեր ունեն, Կարենին կապնվեք, ավելի մանրամասը կբացատրի։ Ինչ ասեմ, թող մեր հայրենակիցները մի հատ լավ investment ունենան հայրենիքում եւ հայրենիք գնալը ինձ համար շատ հիանալի դրական զգացմունքներ է տալի եւ եթե այնտեղ էլ տուն ունենաս, երևի ավելի շուշուտ կգնաս եւ ինչ անենք, պետք է մեր Հայաստանին որոշ չափի օգտակար լինենք։ Շնորհակալ եմ քո ժամից։ Ես էլ եմ շնորհակալ Մայր ջան, մի կարճ մի բան ասեմ, որ այս ամբողջ process-ը հնարավոր է կազմակերպել նաև վարկավորման եղանակով։ Հայկական բանկերը ֆինանսավորում են հայրին, ովքեր որ Red Invest Group-ի հաճախորդներն են։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Դե կհանդիպենք երևի մյուս անգամ մյուս ծրագրում։ Այո, մեծ սիրով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, որ նայեցիք այսօրվա հաղորդումը, տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսյուն։